Շանթի եթերը շարունակում է հեռանկար, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանին։ Տիկին Մարգարյանի հետ կամփոփենք անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Շնորհակալություն նախ, որ ընդունել եք հրավերը եւ այստեղ եք Տիկին Մարգարյան։ Եվ սկսենք հենց օգոստոսի 8-ից ուղիղ 1 տարի առաջ հենց այսօրը Սպիտակ տանը Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Անցել է 1 տարի։ Նախ ձեր գնահատականը այդ 1 տարվա ընթացքում տեղի ունեցածի հետ կապված։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն հրավերի համար, ինչ վերաբերում է հարցին, եթե փորձենք գնահատական տալ այս 1 տարվան եւ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների համատեքստում եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ինստիտուցիոնալացման համատեքստում եւ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության համատեքստում պետք է ասենք, որ այս 1 տարին եղել է դինամիկ զարգացման առաջընթացի տարի։ Եթե խոսենք Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների մասին, ապա պետք է ընդգծեմ, որ օգոստոսի 8-ին ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, այլ նաև Հայաստան-Միացյալ Նահանգներ մակարդակում կնքվեցին 3 ռազմավարական նշանակության փաստաթղթեր։ Դրանից հետո մենք ունեցանք զարգացումներ, երբ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության մակարդակը բարձրացվեց համապարփակ գործընկերության մակարդակի, որտեղ ըստ էության ներառված էին այն բոլոր ուղղությունները համագործակցության, փոխգործակցության, որոնք տեղ էին գտել այդ 3 ռազմավարական նշանակության փաստաթղթերի մեջ։ Եթե խոսենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առումով, ապա այս 1 տարվա ընթացքում մենք չենք ունեցել սահմանային լարվածություն, կողմերը մասնավորապես Ադրբեջանը բավական կոնստրուկտիվ է կառուցում իր այդ թվում նաև հանրային բառամթերքը։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանից շարունակվում են Հայաստանը շարունակում է Ադրբեջանից ներկրել նավթամթերք, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով նաև այլ ապրանքներ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը նաև խոսում են հնարավոր սահմանազատում, սահմանագծում այս ձևաչափի վերականգնման մասին։ Վերջերս նաև Ադրբեջանից եղավ հայտարարություն, որ մոտ ժամանակներս որոշակի նաև առաջընթաց զարգացումներ կունենանք։ Սա ամենևին չի նշանակում, որ հստակ գիտենք թե որ ուղղությամբ, բայց այնուամենայնիվ այդ դրական ազդակները հնչեցին քաղաքացիական միջև շփումները բավական ինտենսիվ են, որոնք ըստ էության համակարգվում են երկու կողմերի պետական մարմինների կողմից, այսինքն սա նաև նշանակում է, որ Ադրբեջանի կողմից խաղաղության խոսույթը ինստիտուցիոնալացնելու եւ track 1-ում պաշտոնական մակարդակում տեղի ունեցող դրական զարգացումները նաև ներքև իջեցնելու հանձնառություն է երևում։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղությանը, բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այն ամեն ինչ հիմա տեղի ունենում մասնավորապես Միացյալ Նահանգներ Իրան պատերազմի համատեքստում, Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի համատեքստում իր ազդեցությունը, ուղղակի ազդեցությունը կարող էր ունենալ այս տարածաշրջանի վրա, եթե չլիներ օգոստոսի 8-ի փաստաթուղթը համաձայնագիրը, որովհետև եթե չլիներ օգոստոսի 8-ի փաստաթուղթը, մենք չէինք ունենա նախաստորագրված փաստաթուղթ, մենք չէինք ունենա Միացյալ Նահանգներին որպես միջնորդ եւ վկա։ Այսինքն Ադրբեջանը կօգտվեր առիթից եւ Ադրբեջանը, այո, չեմ բացառում, որ կարող էր օգտվել առիթից որոշակի նաեւ ռազմական ճանապարհներով կամ ուժի սպառնալիքի կիրարկման միջոցով Հայաստանից ճնշումներ կորզելու համար։ Այսինքն զսպող ուժ է այստեղ օգոստոսի 8-ի այդ համաձայնագիրը։ Այո, օգոստոսի 8-ը կարող ենք ասել են հովանոցն է, որի ներքևում ուրեմն ճյուղ առ ճյուղ դասավորվում են եւ զարգանում են այդ ու նաև օրակարգեր, որոնք միտված են երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության ապահովմանը։ Տիկին Մարգարյան, ինչ որ ասեցիք, դրանք կան, դրանք երևացել են, բայց կարծես թե այն գլխավորներից մեկը, եթե ոչ ամենագլխավորն է ուշանում, վերջնական ստորագրում չկա խաղաղության համաձայնագրի։ Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական խոսույթում Արևմտյան Ադրբեջանը կա, մենք տեսնում ենք, որ նոր պահանջներ կան, սահմանադրության փոփոխություն եւ այլն եւ այլն։ Արդյոք դրանք չեն հակասում նույն օգոստոսի 8-ի համաձայնագրին։ Միանշանակ հակասում են եւ հակասում են նաև այն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին, որը հենց օգոստոսի 8-ին նախաստորագրվեց, որովհետև այնտեղ նաև կողմերը հանձնառություն են ստանձնում
ուրեմն նպաստել իրենց խոսույթով առասարակ նպաստել թշնամանքի վերացմանը եւ բարի դրացիական գործընկերային հարաբերությունների հաստատման հեռանկարներին։ Բայց այստեղ գիտեք, ես կարծում եմ, որ սրանք երևույթներ են, որոնց մենք չպետք է արամարենք, մենք ուշի ուշով դրանք պետք է հետևենք, մենք դրանց հականարատիվները այդ թվում նաեւ պետք է ունենանք, այսինքն ամենևին այստեղ չպիտի լինի հետեւյալ մոտեցումը, որ դրանք միայն ներքին լսարանի համար են, ոչ մեկ անգամ եւս կարծես թե տաղավարում այս մասին խոսել եմ, մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, մինչեւ 20 թվականի պատերազմը մենք այս մոտեցմամբ շարժվել ենք, երբ ցանկացած հայտարարություն, որ Ադրբեջանի կողմից պաշտոնական մակարդակով արվել է, որը դեմ է եղել օրինակ դրանից մի քանի օր առաջ ձեռք բերված պայմանավորվածություններին, ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով մենք դրանց վերաբերել ենք, որ դրանք ներքին լսարանի համար են, Քավլիցի ամենևին, եթե Ադրբեջանը երբևէ ունենա հնարավորություն կկապիտալիզացնի այսպես կոչված արևմտյան Ադրբեջան ռազմավարությունը։ Իհարկե այս ամենը հակասում է օգոստոսի 8-ի համաձայնություններին, բայց մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել։ Եթե այս ամենին մենք միայն վերաբերում ենք որպես խոչընդոտ եւ փակվում ենք, ապա մենք ինքներս փակում ենք հնարավորությունը այդ խոչընդոտները հաղթահարելու, որտեղ խաղաղության գործընթացը երկարաժամկետ գործընթաց է։ Մեկ օրում, երկու օրում եւ տարիներում դրան հասնել հնարավոր չի, եւ դրա ապացույցն է նաեւ այն, որ եթե այսօրվա օգոստոսի 8-ը մենք համեմատենք նախորդ տարվա օգոստոսի 8-ին նախորդող օրվան, մենք կտեսնենք ահռելի մեծ ձեռքբերումներ եւ զարգացումներ։ Հետևաբար շատ լուրջ վերաբերելով եւ սահմանադրության փոփոխության վերաբերել իրենց պահանջին եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզի պաշտոնական մակարդակով առաջմղմանը, այնուամենայնիվ գետնի վրա մենք պետք է շարունակենք աշխատել, որպեսզի ապագայում դրանք այդ պահանջները, այդ խոսույթները դառնան Ադրբեջանի համար այլևս ոչ ակտուալ, ոչ կարևոր։ Տեսեք, Հայաստանի վարչապետի այսօրվա ուղերձում օգոստոսի 8-ի հետ կապված անդրադարձ կար ամեն դեպքում նաև այդ արևմտյան Ադրբեջանին եւ վարչապետը, որն էր վարչապետի առաջարկը, որ պետք է նաև փակել Լեռնային Ղարաբաղ վերադարձ այդ հարցի քննարկումը։ Դուք ինչպես եք վերաբերվում վարչապետի այդ առաջարկին, գնահատականին կամ Գիտեք, սա ադրբեջանական կողմը սովորաբար, երբ խոսում է, փորձում է արձագանքել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեզի առաջմղման վերաբերյալ մեր մտահոգություններին, բերում է հետևյալ ուրեմն կարծիքը, որ սա հայլային է արցախցիների վերադարձի թեզի հետ։ Այսինքն նպատակը հետևյալն է, որ եթե դուք դադարեք խոսել արցախցիների վերադարձի մասին, մենք էլ կդադարենք խոսել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի մասին։ Բայց այստեղ շատ կարևոր հանգամանք պետք է ընդգծեմ։ Եթե այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզը առաջ է մղվում պետական մակարդակով, պետական հովանավորչությամբ, ապա արցախցիների վերադարձի հարցը պետական աջակցություն չունի եւ շատ վաղուց այլևս Հայաստանի Հանրապետության գործող կառավարությունը, իշխանությունը հայտարարել է, որ այդ հարցը իր համար, Հայաստանի Հանրապետության համար փակված է։ Այս թեզը կարող է առաջ մղվել տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, մտակենտրոնների կողմից, միջազգային կառույցների կողմից, բայց ոչ Հայաստանի Հանրապետության պետական մակարդակով։ Սա շատ կարևոր է ընդգծելը։ Իհարկե Հանրապետության վարչապետը նաև կարծում եմ առաջնորդվում է այն մոտեցման, որ ես մի քանի րոպե առաջ ընդգծեցի, որ մենք միայն խոչընդոտ չպետք է դա անցալենք, պետք է պարզապես ընդունենք, որ սա փաստ է, խոչընդոտ է, բայց դրա վրա աշխատենք, այսինքն փորձենք հնարավորինս մեր գործողություններով հասնել ինչ-որ մի կետի, երբ այդ ամենը այլևս ակտուալ չի լինի։ Պարզապես նաև շատ ձեր գործընկեր փորձագետներ կան, ովքեր կտրականապես չեն ընդունում եւ ասում են, որ դրանք պետք չէ բերել եւ դնել համանման հարթության վրա, որովհետեւ դրանք լրիվ տարբեր բաներ են։ Նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միանշանակ, բայց հարցն այն է, որ եթե մենք այս ճանապարհով ենք առաջնորդվում, ապա մենք մնում ենք, գիտեք, մնում ենք փակված անցյալում եւ հնարավորությունների դաշտի տեսանկյունից չենք դիտարկում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, որովհետև եթե մենք հարցին այս տեսանկյունից վերաբերենք, մենք մերն ենք ասելու, իրենք իրենցն են ասելու, մենք մերն ենք հիմնավորելու, իրենք իրենցն են հիմնավորելու, եւ մենք մնալու ենք նույն թշնամական ուրեմն մթնոլորտի շրջանակներում։
շատ նորմալ է, որ փորձագետները դա ընդգծում են, շատ կարևոր է, որ մենք ունենանք այո, այդ թվում նաև իրավական հիմքերը, այդ թվում նաև հականարատիվները, ՀԿ մասշտաբ մակարդակով, մտակենտրոնների, առանձին փորձագետների, բայց ինչքանով է սա խելամիտ դարձնել արտաքին քաղաքականության օրակարգ, կարծում եմ, որ եթե մենք ուրեմն նայում ենք դեպի ապագան, եթե մենք նայում ենք նույն օգոստոսի 8-ին որպես հնարավորությունների փաթեթ, եւ կենտրոնանում է գետնի վրա իրականացվող եւ իրականանալիք աշխատանքների վրա, ապա այս հարցը բերել եւ քաղաքական օրակարգ դարձնելը կարծում եմ իրատեսական չէ եւ գիտեք ռազմավարական չէ։ Տեսեք, ոմանք ասում են, որ օգոստոսի 8-ի այդ փաստաթուղթը ավելի շատ արձանագրեց Ադրբեջանի ձեռքբերումները, քան ապահովեց Հայաստանի շահերը։ Կան նաև քննադատներ, ովքեր ասում են, որ համաձայնագիրը Հայաստանին չի տվել բավարար անվտանգության երաշխիքներ։ Որքանով եք հիմնավորված համարում այս գնահատականները։ Գիտեք, եթե խոսենք անվտանգության երաշխիքների մասին, կարծում եմ սա այն ունիկալ փաստաթուղթն է, որը իսկապես անվտանգային երաշխիքներ է տվել Հայաստանին եւ տարածաշրջանին։ Ինչու՞։ Որտեղ այս փաստաթուղթը տնտեսական կապուղիների մասին է, սահմանները բացվելու մասին է, այդ թվում նաև ինստիտուցիոնալ հարաբերություններ տնտեսական, էներգետիկ, առհասարակ կապուղիների առումով ինստիտուցիոնալ հարաբերություններ ուրեմն կառուցելու մասին է, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման մասին է։ Սրանից ավելի անվտանգային երաշխիք այսօրվա միջազգային հարաբերություններում գոյություն չունի։ Չկան այլևս պետություններ, որոնք կարող են երաշխավորել մեկ այլ պետության անվտանգությունը, բացարձակ, այսպես ճշմարտությամբ, հա, ինչպես մենք կարող ենք պատկերացնել նախկինում։ Ներկայիս միջազգային հարաբերություններում ամենակարևոր անվտանգային երաշխիքը դա տնտեսական, էներգետիկ, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացմանը միտված երաշխիքներ են, որտեղ այստեղից է ծնվում անվտանգությունը, այսպես է ապահովում անվտանգությունը, որովհետև եթե ես այս կետից պետք է մոտենամ ձեզ եւ դուք ձեր կետից պետք է մոտենաք ինձ եւ այդ մոտենալու ճանապարհը շատ նեղ է, բայց դա միակ ճանապարհն է, որ մեզ իրար կապում է եւ այդտեղ մենք փոխշահավետության զգացում ունենք, մենք չենք վերացնի այդ ճանապարհը, մենք մեկս մյուսին չենք թիրախավորի, որովհետեւ երկուստեք լինելու է ոչ շահավետ, սա ինչ է մեզ մակարդակում նաեւ ներկայացնում, որպեսզի պարզ դառնա թե ինչի մասին եմ խոսում։ Ամենակարևոր երաշխիքը դա տնտեսական անվտանգությունն է, որը ապահովում է հենց օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Քանի որ տնտեսությունից խոսեցիք, սահուն անցնենք նաև շաբաթվա ընթացքում նաև վերջին օրերին քննարկված մեկ այլ իրադարձություն, Հայաստանի վարչապետը մասնակցեց Ղրղստանում ԵԱՏՄ նիստին, որտեղ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նաև արձանագրեց այն սահմանափակումները, խոսեց այն սահմանափակումների մասին, որ այսօր Հայաստանի հանդեպ է կիրառվում ԵԱՏՄ տարածքում եւ մասնավորապես Ռուսաստանի կողմից։ Եվ մեկ անգամ չէ, որ դրանից առաջ էլ Հայաստանի վարչապետը նման գնահատական էր հնչեցրել, որ եթե հարցը չլուծվի, դա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է։ Ինչպես դուք կմեկնաբանեք վարչապետի այս գնահատականը, ինչ է դա նշանակում։ Ուզում եմ ասել, որ այստեղ շատ դեժավյու ենք կարծես տեսնում, որովհետեւ իրավիճակը շատ նման է հապկում ստեղծված իրավիճակի հետ նոր էր հապկի շրջանակներում այդ ճգնաժամը առաջանում։ Տեսեք, այստեղ շատ տրամաբանական է այս դիրքորոշումը եւ շատ լեգիտիմ դիրքորոշում է, շատ ռացիոնալ դիրքորոշում է, որովհետեւ այս դիրքորոշմանը նույնիսկ հնարավոր չէ ռացիոնալության շրջանակներում հնարավոր չէ հակազդել, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ինչու՞։ Որովհետեւ ԵԱՏՄ-ն դա տնտեսական կառույց է։ Իսկ որպես տնտեսական կառույց, այս կառույցը ստեղծվել է նրա համար, որպեսզի ապահովի ազատ տեղաշարժը, հա 4 հիմնական ուղղությունների, ազատությունների, կապիտալն է, ուրեմն սերվիսն է, մարդկային տեղաշարժն է եւ հետեւաբար այս ամենը եւ առևտուրի իհարկե եւ հետեւաբար այս ամենը եթե չի աշխատում, եթե այստեղ լինում է միակողմանի որևէ սահմանափակում, դա նշանակում է չի աշխատում կառույցը։ Ես նաեւ պետք է ընդգծել շատ կարեւոր ձևակերպում, որը արվեց Հանրապետության վարչապետի կողմից, մասնավորապես այն, որ եթե կան որևէ խնդիրներ, ապա որևէ անդամպետություն չի կարող սահմանափակում կիրառել երկրորդ անդամպետության վրա, այլ դա կարող է անել ԵԱՏՄ-ն որպես կառույց, օգտվելով այն
կարգավորումներից, որոնք նման իրավիճակների համար նախատեսված են կամ միգուցե ապակայում նաև կարող է նախատեսվել կառույցի ներսում։ Այլապես սա նշանակում է, որ միակողմանի սահմանափակումներ են տեղի ունենում, իսկ սա նշանակում է, որ կառույցը չի գործում։ Եւ եթե թույլ կտակ ուզենայի մեկ նաեւ շատ կարեւոր ձևակերպում ընդգծել, որը վերաբերում է ռեֆերենդումին։ Տեսեք, երբ մայիսին էր, եթե չեմ սխալվում, այդ համատեղ հայտարարությունը ԵԱՏՄ անդամպետությունների ղեկավարների կողմից ընդունվեց, որտեղ ռեֆերենդումի մասին էր խոսում, կոչ էր արվում, որպեսզի ռեֆերենդում արվեր, ես եւ շատ իմ գործընկերներ սան վերաբերում էինք այնպես, որ ԵԱՏՄ անդամպետությունները խառնվում էին, միջամտում էին Հայաստանի ներքին գործերին։ Բայց ինչ ասաց վարչապետը, որը պետք է դիտարկենք հենց քաղաքականության համատեքստում եւ կառուցողականության համատեքստում։ Վարչապետն ասաց, որ մենք բարձր ենք գնահատում, որ դուք ճանաչում եք մեր լեգիտիմ իրավունքը անցկացնել ռեֆերենդում, բայց դա հնարավոր չէ, որտեղ չկա օբյեկտը ռեֆերենդումի։ Հիմա ինչ սպասել է դեպքում, եթե ամփոփենք մեր զրույցը նաև ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսաստանից, որտեղ Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան վերջին հեռախոսազրույցի ժամանակ եւս մեկ անգամ Պուտինը ընդգծել էր, որ շուտապույտ պետք է անցկացվի հանրաքվե։ Հիմա երբ Հայաստանը դարձյալ պնդում է, որ չկա դրա հիմնավորումն անցկացնելու, ուրեմն ինչ սպասել։ Ես կարծում եմ, որ մասնավորապես մեր համար շատ կարևոր պետք է լինի ԵԱՏՄ մակարդակում ինչ սպասել, ոչ թե առանձին Ռուսաստանից ինչ սպասել կամ ԵԱՏՄ մյուս անդամպետություններից, այլ հենց ԵԱՏՄ-ից որպես կառույց ինչ սպասել։ Ես գրեթե համոզված եմ, որ ԵԱՏՄ-ից որպես կառույց սպասել շարունակականություն ռեֆերենդումի վրա, այսպես պնդելու եւ այլն, կարծում եմ դա իրատեսական չէ։ Սա իրատեսական չէ։ Մենք կտեսնենք Ռուսաստանի կողմից շարունակվող ճնշումներ, բայց սա իրապես ազդելու է եւ ԵԱՏՄ-ի վարկանիշի վրա եւ նույնիսկ մեծ հնարավորություններ է բացելու Հայաստանի համար եւ ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ ԵԱՏՄ այլ անդամպետությունների համար իր համար այլ ընտրանքներ ստեղծել։ Շնորհակալություն։ Հեռանկարում կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանն էր։